Պարոն Խաչատյան, նախ ուզում եմ անդրադառնալ առաջինը ազգային անվտանգության ծառայության տնօրենի ազատման հանգամանքին։ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հայտարարեց, որ 5 տարի պաշտոնավարել է Արմեն Աբազյանը եւ հիմա հանգստանալու ժամանակն էր։ Պնդեց, որ որևէ հանձնարարական կատարելուց չի կարող որևէ մեկը հրաժարվել հանձնարարականը կատարելուց։ Նախ դուք ինչպես եք գնահատում Աբազյանի ազատումը եւ արդյոք կարծում եք, որ ուղիղ կապ ունի երեկվա իրադարձությունների հետ, տեսնում եք այդպիսի կապ եւ երկրորդ հարցը, պարոն Խաչատյան, հերթով պատասխանում կլինի։ Եթե 5 տարի պաշտոնավարումով է պայմանավորված հոգնել չհոգնելը եւ հանգստանալու անհրաժեշտությունը, ապա Նիկոլ Փաշինյանը ինքը պաշտոնավարում է 7 տարուց ավել։ Եվ դրանից բացի եղել է նաեւ ակտիվ ընդդիմադիր պատգամավոր, կարծում եմ հանգստանալու անհրաժեշտությունը առաջի հերթին իրեն է վերաբերվում։ Կապը տեսնում եք։ Անկասկած, իսկ կա որևէ մեկը, որը կապ չի տեսնում։ Այսինքն ես չգիտեմ, հասկանում եք, չէ՞ որ վարչապետ եւ ազգային անվտանգության ծառայության պետ հարաբերությունները հրապարակային չեն եւ ես որևէ չեմ կարող ասել։ Որևէ դժգոհություն գոնե հանրային տիրույթում ազգային անվտանգության ծառայության աշխատանքներից չի հնչեցվել եւ չգիտեմ ինչի անկարծ որոշվեց, որ Արմեն Աբազյանը հոգնել է եւ պետք է գնա։ Ակնհայտ է, որ թե ոստիկանապետի փոփոխությունը, թե ԱԱԾ տնօրենի փոփոխությունը պայմանավորված են թե ներքաղաքական եւ չեմ բացառում նաեւ արտաքին քաղաքական հանգամանքներով։ Հիշեցնեմ, որ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Իրանի հետ ճանապարհը կարող է ամեն վայրկյան փակվի եւ որպես փրկողակ ինքը առաջարկել էր թուրքերի հետ հարաբերությունները կարգավորել։ Կարգավորել նշանակում է թուրքերի բոլոր պահանջները անմռունչ կատարել։ Եվ վաղը չեմիսօրը Անկարա գնալը նաեւ պետք է դիտարկել այդ համատեքստում եւ ինքը հասկանում է, որ գնում է Անկարային ոչ թե ինչ-որ մի բան առաջարկելու անձնատվությունից բացի, այլ գնում է Անկարա, միակ բանը, որը կարող է առաջարկել, անձնատվությունն է, կապիտուլյացիան պետական մակարդակով ոչ թե իր անձի, եւ հասկանում է, որ դա կարող է երկրի ներսում դժգոհության ալիքը ել ավելի բարձրացնել, այնպես որ ես չեմ բացառում, որ այս պաշտոնաթողությունները կարող են կապված լինել նաև այս ամենին հետ։ Նարե, սենց ասեմ, պահանջները ներկայացում են ոչ հրապարակային եւ հետեւաբար ես չեմ կարող ասել, որ պահանջին է ինքը ենթարկվել, որ պահանջին չի ենթարկվել։ Բայց պարզ բանականությունն ասում է, որ նման հանգամանքներում զուտ պատահականություններ եւ ԱԱԾ տնօրենի առողջության վերաբերյալ մտահոգություններով պայմանավորված լինել չեն կարող։ Փաշինյանը նաեւ հստակ հայտարարում է, որ պետականացնել է ազգային ցանցերի ընկերությունը եւ քիչ առաջ նաեւ մտեց, որ ինչ-որ նախագիծ կա արդեն ազգային ժողովում պատգամավորները իշխանականն աշխատում են դրա վրա։ Ես կուզեի դուք բացատրեիք ընթացակարգ Հայաստանում որևէ հիմնարկություն ընկերություն ազգայնացնելու ինչ մեխանիզմներ կան եւ դուք ինչպես եք գնահատում Նիկոլ Փաշինյանի այս գործողությունները, ինչ եք կարծում, սա ինչ հետևանքներ եւ ինչ հանգրվանի կարող է հասցնել։ Իսկ գործադրական ինչ մեխանիզմներ կար, երբ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր սեփականատերը իր բաժնետոմսերի քառորդը նվիրաբերեց կառավարությանը։ Ինչ մեխանիզմներ կային, որ Ամուլսարը Լիդիանը իր բաժնետոմսերի մի մասը նվիրաբերեց կառավարությանը, կամ ինչի Վիվասելի արքուվաճառքի գործարքը թույլատրվեց, երբ ընկերությունը իր բաժնետոմսերի մի մասը նվիրաբերեց կառավարությանը։ Եվ իդեպ այս կասկածահարույց նվիրաբերություններն են պատճառը կամ պատճառներից մեկը, որ մենք ունենք ոչ թե օտարերկրյա ուղղակի ներդրումների աճ Հայաստանի տնտեսությունում, այլ ընդհակառակը մենք ունենք կապիտալի փախուստ։ Օրենսդրական հիմքեր պետությունը չի ստեղծում, եթե բացենք մեր օրենսդրությունը, ազգայնացում կամ պետականացում եզրույթը սահմանված չէ։ Այսօր
Եթե պետությունը ցանկանում է մասնակցություն ունենալ ձեռնարկությունների կառավարման մեջ, ապա կարող է ձեռնարկությունների բաժնետոմսերը գնել շուկայական արժեքով բաժնետերերի հետ համաձայնությամբ։ Ուրիշ մեթոդ, իսկ երբ որ ասում է օրենսդրական, այսինքն օրենսդրական այդ հիմքն են, հա, փաստորեն ստեղծում պարոն Խաչատրյան։ Կարող է նման կարող է օրենսդրական հիմք ստեղծեն, որ վեհապար հայրապետի նշանակումն էլ վերապահվի քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության։ Իսկ դրա հետևանքն ու հանգրվանը ինչի կարող է հանգեցնել այս հեցի շուրջ գործընթացը, եթե իսկապես ինքը ասում է արդեն կոնկրետ գործողությունների։ Մենք ունենալու ենք բիզնես միջավայրի էական վատթարացում, մենք ունենալու ենք կապիտալի արտահոսք։ Այս պայմաններում, երբ մեր տնտեսությունը այդ 5-9%-ը, որը նկարել են, բացառապես կախված է արտածին գործոններով եւ տնտեսությունը ինքը արդյունք չի գեներացնում, մենք ունենալու ենք ել ավելի վատթար իրավիճակ։ Որովհետեւ իրենց ղեկավարության օրոք տնտեսությունը չի աճում։ Նիկոլ Փաշինյանը եւ իշխանությունը դժգոհում են, որ ընդհանրապես լավ չեն աշխատում, այսինքն հիմք կարող է լինել, որ այդ ընկերությունը լավ չի աշխատում, քաղաքացիները դժգոհում են եւ այդ հիմքով իշխանությունը նախաձեռնի նման։ Եթե լավ չի աշխատում, նշանակում է պայմանագրի ինչ որ կետ խախտվում է, չէ՞, լավ չաշխատելը ճաշակի հարց։ Այսինքն կա պայմանագիր եւ պայմանագրի կետի չկատարումը կարող է դժգոհության պատճառ դառնալ եւ պետք է նայել դժգոհության արկայության դեպքում կողմերը պայմանագրով նախատեսված ինչ քայլեր են կատարել։ Ցայժմ ես դժգոհության եւ պետության եւ բաժնետիրոջ միջև որևէ բանակցությունների մասին տեղյակ չեմ։ Քաղաքացիները գյուղում ապրող մարդիկ բողոքում են, լույսերը լավ չեն, տեխնիկան փչանում Եվ այդ դժգոհությունը հանկարծ կիզակետվեց հենց այն պահին, երբ Սամվել Կարապետյանը իր անվերապահ աջակցությունը հայտնեց Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցուն։ Կլինեն իհարկե մարդիկ, որոնք այդ հեքիաթին կհավատան, բայց կարծում եմ դրանք այդ մարդիկ հիմնականում նախադպրոցական տարիքի պետք է։ Ասում եմ ժամկետ էի տվել, ժամկետը շուտով ավարտվելու է, բայց խնդիրները մնացել են տեղում, նշանակում է, որ պետք է լուծումներ լինեն։ Ուրեմն պետք է նամակագրությունը լինել, ժամկետ տարելիներ եւ ես անկեղծ ասած շատ կկասկածեմ, այդ այնտեղ լինի, եթե ես դժգոհ եմ, ուրեմն սեփականատիրոջից բաժնետոմսերը պետք է ազգայնացվեն։ Պարոն Խաչատրյան, երեք տեղեկություն տարածվեց, որ ամեն դեպքում Թուրքիայի այցի հետ կապված ըստ 24 նյուզի աղբյուրների, այսպես Փաշինյանը հասկացել է, որ սահմանադրություն չի կարող փոխել, այդ վարկանիշը չունի կամ այդ լուրջ խնդիրներ կառաջանա երկրում եւ այսպես փոխանակել է եկեղեցու դեմ արշավով։ Դա իրատեսական համարում եք հաշվի առնելով այն այսպես զուգահեռ Ադրբեջանից հնչող այսպես գնահատականները երեկվանից արդեն եկեղեցու դեմ արշավից հետո սկսել են հիմա Սամվել Կարապետյանին ադրբեջանական ԶԼՄ-ներում Ամենևին չեմ բացառում, որովհետև եկեղեցու դեմ այս կիսալուսնյաց արշավանքը սկսվեց Շվեյցարիայում վեհապար հայրապետի եւ Մեծիտան Կիլիկիո կաթողիկոսի համատեղ կազմակերպված խորհրդաժողովից հետո, երբ մարդիկ ուղղակի իրենց բողոքը բարձրացրեցին Արցախի հանրապետությունում հայկական մշակութային եւ կրոնական ժառանգության ոչնչացման վերաբերյալ, ինչը ակնհայտորեն դուր չի եկել թե Ալիևին եւ թե Փաշազադեին, եւ Փաշինյանը որոշել է ուղղակի ենթարկվել Ալիևի դե Փաշազադեն ընդեղ ինքնուրույն գործոն չէ, պահանջներին։ Ինչ վերաբերում է սահմանադրության փոփոխության հետ, ամենևին չեմ բացառում եւ պարզ է, թե սահմանադրությունը չես փոխում, կամ ասում ես դժվարություն կա, փոխարենը ինչ որ մի բան պետք է առաջարկես։ Այնպես որ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու դեմ այս արշավանքը չեմ բացառում, որ դրա հետ կապված լինի, բայց կարծում եմ թուրքերի ախորժակը շատ ավելի մեծ կլինի։
Սամվել Կարապետյանի հետ կապ ունեցող այս իրադարձություններին, արդյոք սա որևէ կերպ չի խոչընդոտի նաև հայ-ռուսական հարաբերություններին, հատկապես հիմա, երբ մենք աշխարհաքաղաքական իրավիճակում ենք, որ ասում որ Հայաստանը կարող է երրորդ կողմից փակ սահման ունենալ Իրանի հետ կապված, այսինքն մի դեպի Վրաստան երկինք ունենում, Ռուսաստանի հետ հարաբերությունները վատացում են։ Դեպի Վրաստան մեր երկը ճիշտ ասեց։ Այո, մենք դա համար ես իդեպ դրանից էլ սկսեցի, չէ՞, Փաշինյանն ինչ էր ասել 18 թվականի հոկտեմբերին Բոլթոնի այցից հետո, որ հնարավոր է Պարսկաստանի հետ, Իրանի հետ սահմանը դե ֆակտո փակվի, եւ դրա համար մեր հարցերը պետք է կարգավորենք Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։ Հիմա էլ Վրաստանը իշխանությունները հաջողացեցին նաև հարաբերությունները Վրաստանի հետ փչացնել, միգուցե դա էլ պատահական չի, որ ժողովրդին գան եւ ասեն տեսնում եք, որ իշ ճար չունենք, չէ՞, վերջապես իրանց այս բոլոր զիջումները իրանք արդարացնում են, ճար չունենք, եթե սա չլինի, կլինի պատերազմ։ Այս մարդիկ բանակցությունների նկատմամբ խիստ յուրահատուկ մոտեցում ունեն, իրենց համար կամ-կամի տարբերակն է, հասկան, 0 գումարով խաղն է, կամ զիջում ես, կամ ամբողջովին հասնում ես քո նպատակին, ինչի մասին իդեպ անթաքույց խոսեց Արարատ Միրզոյանը հանձնաժողովում քննարկման ժամանակ, ասես դե բանակցություններ են, վերջապես կողմերից մեկը պետք է զիջի, փողզիջում իրանք չեն հասկանում, եւ եթե չեն կարողանում դիմացինին Թուրքիային կամ Ադրբեջանին բանակցություններով պարտադրել իրենց լուծումը, ինչը ակներևաբար չեն կարողանում, ուրեմն ասում են բնական տարբերակը ամբողջովին անձնատվության գնալն է։ Պարոն Խաչատրյան, հենց նոր կներես Նարեկ ջան, փաստաբանը տարածել է լուրը, որ Սամվել Կարապետյանին մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար, ինչը նա բնականաբար չի ընդունել։ Ես ուզում հասկանամ, ո՞րն էր իշխանություն զավթելու հրապարակային կոչը։ Վերջին նախադասությունը, որ եթե քաղաքական ուժերը օրինակ դուք չկարողանաք ինչ-որ դերնալ, մենք մեր այսպես հասկացա, բայց դրա մեջ արդյոք իշխանության զավթելու կոչ կար, արդյոք դրա մեջ սահմանադրական կարգի տապալման կոչ կար։ Հիմա իշխանություն ընդդիմադիր քաղաքական ուժերն էլ ասում են պետք է Նիկոլ Փաշինյանը գնա հանգստանալու, որովհետև 7 տարի է տանջվում տառապում է, դա նշանակում է, որ այս իշխանազավթման կոչ է։ Պարոն Խաչատրյան, նախ դուք ինչպես եք մեկնաբանում այն, որ Սամվել Կարապետյանն ասում է թիքացում է մրեցի վրա, դա Ես կարծում եմ Սամվել Կարապետյանը ունի իր մամուլի խոսնակը եւ մամուլի խոսնակը ներկայացի չկարող է մեկնաբանել։ Ես չեմ կարող 3 միլիոն մեր հայրենակիցների արտահայտությունը մեկնաբանել, բայց կարծում եմ սա վիրավորական չէ, բայց կարծում եմ, որ համատեքստը լրիվ այլ բանի մասին էր, այսինքն ինչ չեք կարող լրացնել սեփականության նկատմամբ ոտնձգությունների միջոցով։ Կնկաձև կա բովանդակություն, կարծում եմ բովանդակությունն ավելի կարևոր է։ Եվ որ նշում եմ մեր ձևով, հա, դա դուք ինչ եք կարծում, որը կարող է լինել պարոն Կարապետյանի կողմից։ Ես կարծում եմ պարոն Կարապետյան այդ հարցին պետք է պատասխանելու հնարավորություն տրվի։ Ես հույսում եմ ինձ բազմաթիվ բաներ են հետաքրքրում, բայց քանի դեռ հետաքրքրասիրությունս բավարարված չի, հարցին պատասխանել չեմ կարող, այսինքն դուք ասում եք ինքն ինչ է մտածում։ Ես հետը չեմ խոսել եւ հետեւաբար չեմ կարող պատասխանել։ Դա ուժային գործողություն կարող է լինել։ Խոսեք պարոն Կարապետյանի հետ, ես ինչ իմանամ ինքն ինչի նկատի ունեցել։ Ես չեմ գոռում, դուք որտեվ հարցից երրորդ անգամ եմ պատասխանում մի հարցին։ Պարոն Կարապետյանը ինքը կարող է պատասխանել իր հարցերի համար։ Պարոն Խաչատրյան, եթե մինչև այս պահը դուք ասում եք որևէ օրենսդրական հիմք Հա, իդեպ ներողություն նախորդ հարցերից մեկին միջպետական հարաբերությունների վատթարացման վերաբերյալ ես կարծում եմ պետք է Հայաստանի իշխանությունները օրինակ վերցնեն այլ երկրներից, մասնավորապես այս պարագայում Ռուսաստանին, եւ եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացին հայտնվում է անազատության մեջ, նա դեմ քրեական վարույթ են սկսում, ապա պետության պարտավորությունն է իր քաղաքացու անվտանգության մասին հոգալը։ Եվ պարոն Խաչատրյան, եթե հիմա չկա որևէ օրենսդրական մեխանիզմ, որը կտա գնալ այդպիսի քայլի, ինչ-որ բիզնես պետականացնել, սա արդյոք նշանակում է, որ մինչև այս բանը Նիկոլ Փաշինյանի եղած արված գրառումներն ու հայտարարությունները նա դրանք նաև իր կարգավիճակից չբխող կամ կարգավիճակին հակասող ոչ օրինական գործողություն։ Գիտեք, իր կարգավիճակը պահանջում է ստեղծված արտաքին մարտահրավերների պայմաններում
Ադրբեջանի անմիջական ագրեսիայի ռեալ վտանգի պայմաններում մտածել երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու համար, իսկ դրա համար անհրաժեշտ է հասարակության մոբիլիզացիա։ Ինքը հակառակն է անում, հերթական անգամ պառակտում է հասարակությունը, երկիրը դարձնելով խոցելի արտաքին թշնամիների համար։ Չմոռանանք, որ թե 20 թվականին, երբ աշխարհը զբաղված էր Քովիդով, թե 23 թվականին, երբ աշխարհը զբաղված էր Գազայով, թշնամին ներխուժեց Արցախյան հանրապետություն, օգտվելով այդ աշխարհի այլ հարցերով սևեռված լինելուց, այսինքն կա ռեալ ռիսկ, իսկ ինչ ենք մենք տեսնում ենք հերթական հարձակումը Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու դեմ եւ հարձակումը բոլոր նրանց վրա, ովքեր աջակցում են եկեղեցին։ Իր գրառումները, իր հայտարարությունները, իր պնդումները, որ պետք է անենք, սա եւ վերջ առանց մեխանիզմների, այս սա ինչպես կբնորոշվի։ Դե քաղաքական խնդիր է դնում, հետո տակը մի բան կմտցնի, հետո երկար ինչ ճիշտ չեք հասկացել։ Նոր եք ճանաչում։ Օրինականության հետ կապված Ես կարծում եմ այդ կոչերը, իշխանազանցության կոչերը եւ իրավապահ մարմինները պետք է դրան արձագանքեն, մասնավորապես եկեղեցու նկատմամբ, դա սահմանադրական լիազորություններից չբխած գործառույթները, չբխող գործառույթները։ Այս պայդրությամբ ես ելի եմ ասում, չկա օրենսդրական հիմք, բացեք օրենսգիրքը։ Խնդիրն ուրիշ է, եթե կա պայմանագիր, այդ վստահ եմ կա պայմանագիր, վստահ եմ այդ պայմանագրով կա կողմերի իրավունքները ու պարտավորությունները, եւ կողմերի իրավունքներն ու պարտավորությունները սահմաններողություն պայմանագիրն է այն շրջանակը, որտեղ պետք է բաժնետիրոջ, օպերատորի եւ պետության միջև վեճերը լուծվեն։ Կարծում եմ դա բավականաչափ երկար process է, արբիտրաժ է ենթադրում եւ այլն։ Պարոն Խաչատրյան, իսկ ինչ է անում Հայաստան դաշինքը Նիկոլ Փաշինյանի այս գործողությունները եւ առհասարակ բոլոր տեսակի գործողությունները, որոնք իր բնորոշմամբ, նկատի ունեմ ձեր ընդդիմության բնորոշմամբ, ապազգային են, չեն բխում պետության շահերից հեռացնելու, բացի հայտարարություն տարածելուց իհարկե եւ մեկ է 2026-ի ընտրություններին սպասելուց։ Դա իմ հարցը կապ չունի, հաջորդը կտակ։ Ես տեղյակ եմ հայտարարությանը։ Ես կարծում եմ, որ դրանից ասկոն չէ կարծեմ, դրանից պատասխան եմ դրած։ Դրանից անմիջապես հետո Հայաստանի կառույցի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը բավական ընդարձակ մամուլի ասուլիս է տվել եւ բոլոր այդ հարցերին անդրադարձել։ Ձեր հարցերի պատասխան Հայաստան դաշինքը չի փոխվել, չի շեղվել իր ուղուց, չի փոխել իր նպատակը, ինչ է անում է բոլորի աչքի առաջ։ Ինչ է անում, հենց այդ բան չի անում։ Ով ասես բան չի անում։ Իսկ ինչ բան անելը որն է։ Ինչ կոնկրետ գործողություն է կարել, որ Նիկոլ Փաշինյանը հեռան օրինակ։ Մենք կարողանում ենք անել ցանկացած բան, ինչի նպատակարարությունը տեսնում ենք։ Որ ձևաթղթի տակ։ Պատիվ ունեմի վերած։ Պատիվ ունեմ որևէ պատիվ ունեմը որևէ ձևաթուղթ չի ներկայացրել, եւ եթե պատիվ ունեմը խնդիր ունի, կարծեմ պատիվ ունեմի առաջ Հայաստան խմբակցության դռները բաց են եւ ցանկացած տարաձայնություն կարող է լուծվել։ Կասեք կոնկրետ ինչ քայլ է կարել պարոն Խաչատրյան։ Այնց հիմա մասնակցել է դրամավարկային քաղաքականությունը չի առնչվում բյուջեին, դա ֆիսկալ քաղաքականության տիրույթում է գտնվում։ Այսինքն հիմա որ եկաք այստեղ հարց տվեցիք, դրանով Նիկոլ Փաշինյանը կհեռանա։ Իսկ խորհրդարանական պայքարը չի ենթադրում նաեւ հարց ու պատասխան եւ ելույթներ։ Ոնց թե չէ, խորհրդարանը բոքսի ռինգ չէ։ Նիկոլ Փաշինյանը նման տեղեկություններ ունեմ, որ սկի կառավարության անդամներին հարց ու պատասխանի հնարավորություն այս կարողայում շատ կա, ինչ որոշում կկայացվի, կտեսնենք, բայց նաև 4.5 տարի հարց եք տվել, 4.5 տարի կներեք, իսկ բոլոր փողոցային շարժումները ովքեր են կազմակերպվել, չէ դու ասում ես այլ են, թե չեն արել, այսինքն մասնակիցները շարժիչ ուժը մենք ենք եղել, մենք ենք աջակցել, մարդկանց մեծամասնությունը, ովքեր
ենթարկվել են բռնության, ֆիզիկական, հոգեբանական, մարդիկ ում նկատմամբ քրեական եւ վարչական գործեր են արվել, ովքեր են եղել։ Եվ հիմա այս ամեն ինչից հետո ուրանալ եւ ասել ոչինչ չանել, ներողություն եմ խնդրում, առնվազն քաղաքականություն է նշանակում։ Վերջին 1 տարվա ընթացքում մեր կուսակիցների նկատմամբ, Հայաստան խմբակցության ներկայացուցիչների նկատմամբ իշխանությունների հալածանքները դադարել են, թե չէ։ Հիմա ինչի փողոցային պայքար չէ։ Որովհետև փողոցային պայքարը ինքնանպատակ չի։ Ցանկացած գործողություն պետք է միտված լինի նպատակին եւ իրատեսական գնահատականից ելնելով։ Նպատակը դա է իհարկե, բայց դու պետք է նայես կոնկրետ այս քայլը, որ անում եմ, ինքը կբերի այսօր այն թիրախային արդյունքին, որը դու ակնկալում ես։ Պարոն Խաչատրյան, ինչու է ՀՀԿ-ն նաև պատիվ ունեմ, ովքեր նախաձեռնել են ՀՀԿ-ն ըստ էության, որ նախաձեռնել է իմպիչմենտի գործընթաց եւ նաև պատիվ ունեմը, այսպես ասած, թիրախավորում հենց Հայաստան դաշինքը, նաև երկրորդ նախագահին եւ այս վերջերս այսպես շատ զուգահեռ ԿՊ-ի հետ են աշխատում, ԿՊ-ի թիրախում նույնպես Ռոբերտ Քոչարյանն է, ինչպես հասկանում եմ, նաև ձեր գործընկերների, որոշ գործընկերների թիրախում նույնպես Ռոբերտ Քոչարյանն է, ինչից են բախվել։ Մենք հայտարարել ենք, որ եթե այս գործընթացը չբերի հաջողության, դրանից միակ շահառան լինելու է Նիկոլ Փաշինյանը եւ իր իշխանությունը։ Հայտարարել ենք ձախողում այս նախաձեռնության Նիկոլ Փաշինյանին։ Հայտարարել ենք, որ պատրաստ ենք միանալ, ներկայացրել ենք պայմանները, որևէ փոփոխություն չկա։ Նիկոլ Փաշինյանի որևէ գրառում չի կարող երկարաժամկետ նպատակների վրա ազդեցություն ունենալ։ Իսկ Սամվել Կարապետյանի շուրջ է ստեղծված աղմուկը հնարավոր է այսպես հանրային լուրջ դժգոհություն առաջացնում, որ այսպես ներքաղաքական ինչ-որ գործընթացներ սկսեն, բացի այսպես դա։ Գիտեք, ցանկացած քայլ այս իշխանությունների կողմից ավելացնում է հանրային դժգոհությունը։ Տեսեք, եկեղեցու դեմ արշավանքը ավելացել է հանրային դժգոհությունը, ավելացել է մարդու նկատմամբ, ով էական ներդրում ունի Հայաստանի տնտեսության զարգացման մեջ, ով էական բարեգործության տեսքով էական ներդրումներ է արել, դրա նկատմամբ քաղաքական հալածանքները ավելացնում են հանրային դժգոհությունը, իհարկե ավելացնում են։ Շնորհակալություն։